բժշկական կենտրոնների որակի մասնագետների պարտադիր պահանջը, ովքեր պիտի պատասխանատու լինեն նախ փաստելու որտեղ ենք եւ անընդհատ բարելավման սկզբունքով ապահովենք, որ մեր ծառայությունների որակը պիտի բարձրանա։ Եվ իհարկե հասանելիությունը ես նշեցի, որ մեր գլխավոր ձեռքբերումը իհարկե ապահովագրության համակարգի ներդրումն է, որովհետև սա է այն գրագետ, ծախսարդյունավետ, կանխարգելիչ եւ առողջության պահպանմանը միտված համակարգը, որը մեր բոլորին ամբողջ ժողովրդին պիտի ընդգրկի, երբ որ ուրեմն երրորդ տարում լինենք ներդրման, Եվ պիտի նշեմ, որ 2025 թվականին էլ պետական պատվերի ծավալները էլի էականորեն աճել են եւ մենք շարունակել ենք զուգահեռ ապահովագրական համակարգի ներդրման աշխատանքներին, նաեւ պետական պատվերով ընդլայնել մեր քաղաքացիների համար հնարավորությունները։ Ասեմ, որ առողջապահական համակարգի մի քանի կարևորագույն ցուցանիշներ կան, որոնք խոսում են Արդյոք այս բոլոր աշխատանքները, որ մենք անում ենք, արդյունք տալիս են, թե չէ։ Ամենակարևորն ու առաջնայինը դա կյանքի միջին տևողությունն է։ Եվ ես պիտի ընդգծեմ եւ շեշտեմ, որ 2024 թվականի արդյունքները, որովհետեւ այս ցուցանիշը միշտ տարվա կեսին է ամփոփվում, հիմա 25-ը դեռ չունենք։ 24 թվականի ցուցանիշով Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78.6 տարեկան, որը արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է եւ սա է մեր կարևորագույն ձեռքբերումը։ Հաջորդիվ պիտի մատնանշեմ, որ մայրական մահացության ցուցանիշն է, որը ցույց է տալիս արդյոք առողջապահական մեր գծած մեխանիզմներն ու հասանելիությունը տեղին է եւ այս առումով էլ 2025 թիվը առանձնակի տարի է, որովհետեւ այս մասով մենք ունեցել ենք մեկ դեպք կորուստ եւ սա էլ չլսված ցուցանիշ է եւ մենք պիտի մեր ջանքերը շարունակենք կենտրոնացնել ապահովելու այս դրական իրավիճակի պահպանումը։ Պիտի ընդգծեմ, որ մանկական մահացության առումով մենք 2024 թվականին բավական դրական տենդենս ունեինք, բայց 2025 թվականին այս մեր դրված թիրախը ամեն տարի նվազեցնելու ցավոք սրտի չենք կարողացել ապահովել եւ սա էլ վերլուծությունների արդյունքում հանգել ենք, որ մի շարք հանգամանքներ ուրեմն խաթարել են մեր դրական տենդենսը եւ թե ճանապարհատրանսպորտային պատահարների, թունավորումների եւ նաեւ տնային մահերի առումով մենք ունենք դեպքերի ավելացում, որոնք էլ որ հանգեցրել են մեր ուրեմն նման վիճակագրական պատկերի Այստեղ պիտի աշխատենք թե ծնողների կրթական մասով եւ թե երեխաներին ավելի անվտանգության կանոնները պահպանելու մասով։ Այստեղ մենք որպես հասարակություն ունենք աշխատանք եւ ես ընթացքում էլ այս տարի էլ ունեցել եմ նման ելույթներ, որ կենցաղում անվտանգության կանոնների պահպանությունը ճակատագրական է երեխաների համար եւ պիտի ձեզ էլ խնդրեմ, որ այս թեմային առաջիկայում էլ ավելի անդրադառնանք մեր սիրելի մայրիկներին, հայրիկներին, ավակ սերնդին, ովքեր տանը ապրում են, սովորեցնենք դեղերի հետ, թունավոր նյութերի հետ վարվելակերպը եւ ապահովենք, որ մենք դժբախտ պատահարներ չունենանք։